Մարդկային զարգացման որոշակի փուլում մարդու բնության, մարդկանց միջև և շրջակա միջավայրի հետ հարաբերությունները այն աշճանի բարդացած էին, այնքան շատ էին երևույթները, նյութը, դեպքերը, միջոցները, որոնցով նրանք հարաբերակցվում էին հողի, շրջապատի հետ, գործիքները, որ արդեն օրենսդրություն էր ծագել, այդ գործիքները անվանումներ ունենային և այդ անվանումները վերացարկվելով պահպանվեին հիշողության մեջ, որպեսզի մեկ այլ դեպքի համար վերածանվեին, վերլուծվեին, խոսքի առարկա դառնար և կարողանային ազդանշանային որոշակի համակարգով փոխանակել մտքերը։ Արդեն կար բանական համակարգ, իսկ բանական համակարգը առանձնանում է մյուս համակարգերից նրանով, որ ձգտում է ինքնաճանաչման, ինքնավերլուծման, նույնիսկ կարելի ասել ինքնաուսուցման և ինքնադաստիարակման։ Բանական համակարգերին այս բնորոշ առանձնահատկությունը մարդուն պիտի ստիպեր վաղ թե ուշ գտնել այն ազդանշանային համակարգը, որով պիտի փոխանակեր մտքերը, վերլուծեր, ինչ-որ խոսք ասեր և այլն։ Երևի թե առաջին բառ հիշեցնող ազդանշանները ծնվեցին զուգահեռաբար այն գեղանկարչությանը, որը մենք այսօր անվանում ենք քարանձավային արվեստ կամ քարանձավային որմնանկարչություն, որը մեզ հայտնի է Եվրոպայի հարավում և աշխարհի տարբեր վայրերում և թվագրվում է երևի թե 45-ից 55 հազար տարի առաջ մեզնից։ Բառը հետո առաջացավ և ես համոզված եմ, որ երևի թե առաջին նախադասությունը կազմել է հենց հայկական բարձրավանդակում։ Իշտ է ինձ ստիպում մտածել, որ հայկական բարձրավանդակում պիտի առաջինը մարդիկ խոսեին։ Սա ամենևին սնափառության խնդիր չէ, այլ պարզապես երկրաբանության, հնա երկրաձևաբանության, հնա կլիմայագիտության, հավաքական վերլուծության հետևանք է։ Ինչպես գիտեք, սառցապատումներից մեկը տեղի էր ունեցել 26000 տարի առաջ, հաջորդ վերջին սառցապատումը, որից հետո հայտնի ջրհեղեղյան առասպելաբանությունն էր տարածվել, դա 12500 տարի առաջ էր տեղի ունեցել։ Այս ամբողջ ժամանակահատվածում մարդիկ տեղափոխվում են և միայն հայկական բարձրավանդակում էր, որ փոքրիկ օազիսներ էին մնացել սառցապատված լեռնաշղթաների արանքում, որտեղ կյանքը իր ամբողջ ուժգնությամբ բխում էր և մարդիկ կարողանում էին ապրել։ Պատճառը մեր տեղանքի երկրաբանական կառուցվածքն է եղել, ինչպես ասել եմ, հրաբուխներով, տեկտոնիկ ակտիվությամբ, երկրագնդի ներքին ջերմաստիճանի ակտիվությամբ, որը հնարավորություն էր տվել որոշ տեսակի բուսատեսակների, օրգանիզմների գոյատևել, որոնցով սնվում էր մարդը։ Իշտ է ինձ դրդում մտածել, որ հենց հայկական բարձրավանդակում են առաջինը նախադասություն կազմել, խոսք ասել և խոսել։ Շատ պարզ մի տրամաբանությամբ, որովհետև եթե մարդը ապրում է որսորդությամբ, ապա նրա բառապաշարը շատ քիչ է։ Եթե մարդը վարում է քոչվորական կյանք, նրա բառապաշարը շատ քիչ է։ Եթե մարդը ապրում է նստակյաց, նրա բառապաշարը շատ մեծ է։ Այն պարզ պատճառով, որովհետև նստակյաց ապրող մարդը պիտի հաշվի առնի երկրագնդի պտույտը, արեգակի նկատմամբ երկրի դիրքը, որից բխում է եղանակների տարբերությունը, եղանակների հետ պիտի հաշվի նստի, պիտի լավ իմանա հողը, որտեղ սերմ է նետելու և ստանալու է բերք, պիտի լավ իմանա ջրերը, որոնք
որոնցից անընդհատ օգտվելու է։ Մի խոսքով շրջակա միջավայր։ Մի բան, որ քոչվորին ամենևին պետք չէ։ Քոչվորը նպատակ ունի այս կետից այն կետը գնալ ավելի լավ կյանքի հետամուտ լինելու այդ անհագ ձգտումով։ Հիմա անդրադառնալով մեր խնդրին, տեսեք, որ որևէ մի տեղ չկար եվրոպական, ասիական մայրցամաքներում, որպեսզի մարդկությունը անընդհատ 150, 160, 200 հազար տարի ապրեր նույն տեղում։ Այդ փաստին մենք հանգում ենք միայն ու միայն հայկական բարձրավանդակ։ Ավելին, երբ տեղի ունեցավ ջրհեղեղը 10,500 տարի առաջ, այդ ջրերը հեղեղեցին, ինչպես Սահարայի անապատի տարածքը, որը ջունգլիներ էին այն ժամանակ եւ բարվոք էր ապրելու, այնպես էլ Միջագետքի ամբողջ տարածքը։ Այսինքն, եթե նույնիսկ այնտեղ ինչ-որ քաղաքակրթության հետքեր կային, նրանք պարզապես ոչնչացան։ Իսկ եղած մնացորդներն էլ բերվեց, ասենք թե հայկական լեռնաշխարհ, որի մասին վկայում են, ասենք, Նոյի եւ այլ առասպելներ։ Ինչ տարբերություն կա նստակյաց ապրող լեռնային քաղաքակրթության եւ հարթավայրային միջեւ։ Այն պարզ տարբերությունը, որ հարթավայրային բնակիչները երաշտի եւ տարբեր աղետների դեպքում միանգամից կարող են տեղափոխվել մեկ ավելի բարենպաստ վայր։ Լեռնային կտրտված տեղանքում ապրող բնակիչը ստիպված է տանել բնության բոլոր դաժան հարվածները եւ ամեն ինչ անել, որ նույնիսկ մնացած ամենանվազագույն հնարավորությունները օգտագործվի իր կյանքը, իր տեսակը պահպանելու համար։ Ահա այս տվյալներն են, այս տեղեկություններն են, որ ստիպում են մտածել, որ եթե մեր երկրագնդի վրա քաղաքակրթության օջախներից միակը, որը չի նախ առաջինը չի ենթարկվել սառցապատման, երկրորդը չի հեղեղվել ամբողջությամբ ջրհեղեղի ժամանակ, երրորդը քաղաքակրթությունը ծագել է նույն տեղում 100 հազարամյակներ անընդհատ, չորրորդը այս մարդիկ առաջինն են յուրացրել հողագործությունը, առաջինն են ցանել հացահատիկ եւ մշակովի բույսերից երևի թե մեծի մասը, որոնք տարածված են այսօր հարավային Աֆրիկայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ասիայում։ Այդ մշակովի բույսերի աճեցման գործընթացը այնքան է նրանց կապել հողի եւ բազմաթիվ երևույթների հետ, որ բնության մեջ մեկը մյուսին են հաջորդում, որ նա կամա թե ակամա ստիպված է եղել այդ երևույթների բազմազանությունը տարանջատել, հասկանալի դարձնել եւ սիմվոլների ձևով փոխանցել իր սերնդին։ Այդ սիմվոլը հենց խոսքը։ Այդ առումով անշուշտ կարևոր դեր է խաղում գործիքը, որովհետև նստակյաց ապրելակերպի անցած մարդը, երբ որ նա սկսում է զբաղվել երկրագործությամբ եւ ընդհանրապես սննդի արտադրությամբ, նա պետք է նոր անվանումներ հորինի։ Ընդ որում այդ անվանումները այսօր մենք կարող ենք ասել, որ դրանք թերևս միակ երևի նյութական մնացորդներն են այն ժամանակվա կյանքից, որովհետև հնագիտական նյութը որպես այդպիսին շատ քիչ է այդ ժամանակներից մեզ ասել եւ շատ կարևոր է լեզվի զարգացման process-ը, թե տվյալ ժամանակաշրջանում, տվյալ գործունեությամբ զբաղվող մարդը ինչ տերմիններ, երբ է հորինել այդ տերմինները եւ այդ լեզվի մեջ ինչպես են այդ տերմինները զարգացել հետագայում եւ ինչ ոլորտներ են հետագայում դրանք ընդգրկել։ Որպես օրինակ հայերենից կարող ենք բերել բիր բառ։ Մի նախնական արմատիկ ծախում են բիր, մահակ բառը, հայերենում մահակ նշանակության բառը, բոց բառը, որը կրակ իմաստը ունի, բոցի լեզուները կրակի,
Եվ այս արմատը հետագայում, եթե մենք նայենք թվագրությամբ, թե երբ կարող էր դա ծագել, ապա կրակի եւ բիրի գործածությունը հասնում է մինչեւ պալեոլիթ, այսինքն տասնյակ հազար տարիներ առաջ։ Միաժամանակ այդ բիր բառը դառնում է բիրտ, արդեն սկսում է որակ նկարագրել գործիքի, որը նշանակում է պինդ, ամուր, այսինքն այդ բիրը, մահակը պիտի լիներ պինդ, ամուր, փայտի։ Այդ նույն արմատից ծագում է նաև բրդել բառը, մանրել, ջարդել, փշրել, բերան բառը։ Այս բոլորը այդ շրջանում, պալեոլիթի շրջանում կազմում են կարծես մի համակարգ։ Այնուհետև բիր բառը սկսում է զարգացման հաջորդ փուլը, սկսում է ծագել բրել, փորել, հողը փորել, մշակել, փխրեցնել, պահում է իր բեր, դառնում է նաև բերել իմաստը, որովհետև բերել հավանաբար դա այդ իմաստը ծագում է այն ժամանակ, երբ նստակյաց մարդը իր աշխատանքի արդյունքը պտուղը բերում էր իր կացարանը, նաև բերք, դա իր աշխատանքի արդյունքներ, որը հողից ինքը ստանում էր։ Հաջորդ փուլը զարգացման, արդեն մենք տեսնում ենք, որ զարգացման այդ փուլը պիտի լիներ նեոլիթում, այսինքն այսպես օրինակ այդ նույն բիր բառը զարգանում դառնում է բահ, հող փորելու գործիք, որը հայտնի է նեոլիթի շրջանից, դառնում է բերք, դառնում է բեղմն, արական սերմ, որից բեղմնավոր, բեղմնաբեր, դառնում է բերք, բարի, արդեն էություն, որակ է նկարագրում, բերկրալ, ուրախանալ, բերի, երբ որ հողը բերի է, բերքաբեր է, եւ այս օրինակը, միայն այս օրինակ բավարար է, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես է մարդը զարգացման ինչ փուլեր է անցել, ինչպես է նրա մտածողությունը զարգացել, սկսած պալեոլիթից մինչև նեոլիթ, որը այս մի արմատի օրինակով մենք կարող ենք տեսնել այդ անխզելի զարգացումը բառի, այդ բառի ընդգրկած ոլորտների, նյութական այդ բիր, փայտ, բիրտ բառից մինչև, ասենք, բարի, բարիք, բարք, բերկրալ, բեղմն, մինչև այդ բառերը։ Այս օրինակը լուծում է երկու խնդիր, նախ ցույց է տալիս այդ աճը, թե ինչպես է բառը իր իմաստներով զարգացել, եւ երկրորդը ցույց է տալիս նաեւ մեթոդ, թե ինչպես կարելի է այդ վաղնջական շրջանի գործը, ասենք կոնկրետ օրինակ երկրագործությունը, ասենք ինչպես կարելի է դա ազգային պատկանելությունը որոշել, օրինակի համար, ասենք օրինակ հայտնի է, հնագետները ասում են, որ երկրագործությունը ծագել է հայկական լեռնաշխարհում, բայց ով է դա արել, ինչ ազգեր էին, կային ցեղեր որոշակի, որոնք կանգնած են երկրագործության ակունքները, օրինակ այս մի բառի այդ զարգացումները ցույց են տալիս, որ երկրագործության ակունքներում կանգնած է եղել հենց այդ ազգը, վերցնելով միայն այդ իր օրինակը։ Կենսատարածքի ազդեցությունը մարդու վրա ընդհանրապես եւ մասնավորապես նրա բառապաշարի, նրա խոսքի զարգացման վրա էականորեն կարեւոր է, որովհետեւ հենց կենսամիջավայրն է, մարդու ապրելու վայրն է եւ շրջակա միջավայրն է, որ բնութագրում է նրան եւ նրա ամբողջ բառապաշարը։ Օրինակ բերեմ նույն Չուկչիի օրինակը, բերեմ, որը 20 տեսակ ձյան անուն գիտի։ Եթե որևէ բեդուինի, Սահարայի անապատի որևէ բեդուինի բացատրես ձյունը ինչ է, նա չի հասկանա։ Նույնպես եւ Չուկչին չի կարող հասկանալ, որ գոյությունի տաք շիկացած ավազներ կամ սորուն ավազներ։ Չուկչիի պատկերացմամբ ավազը դա թաց անպետ մի վայր է, տեղ է, ապառ է, որի վրա եթե նստում ես, ապա հաստատ հիվանդանում ես։ Ինչու եմ սա ասում, տեսեք, մեր փոքրիկ այս տարածքում, բարձր հայքում, որքան շատ են աշխարհագրական հակասությունները, երկրաբանական հակասությունները, մթնոլորտային, եղանակային հակասությունները, եւ մենք կարող ենք ամառվա ընթացքում ձմեռվանից մինչև սուբտրոպիկյան ամառ, տեսնել ընդամենը մի 100 կիլոմետր կտրվածքում։
Սա նաև մեր հարստությունը, այս բազմազանությունը եւ նաև մեր լեզվի ասահման խորություն տվող հիմքերն են։ Հենց ինքը մեր հայրենիքը, մեր տարածքը հայրենի, հենց ինքը շրջակա միջավայրը ձևավորեցին թե մեզ, թե մեր խոսքը, թե մեր ասելիքը։ Եվ քանի որ նախորդ հաղորդումների ժամանակ ես արդեն մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես զարգացավ միջավայրը եւ մարդը այդ միջավայրում, ապա կրկին ես նորից հանգիստ սրտով պնդում եմ, որ իսկապես հայերը առաջինն են բառեր օգտագործել եւ առաջին օդակապ նախադասությունը երևի թե ասվել է մեր հայկական լեռնաշղթայում։